8 տարի առաջ մասնավորեցված Երևան բժշկական կենտրոնը փակման եզրին է։ Հիվանդանոցն այս օրերին հոսանքազրկված է։ Հիվանդներ գրեթե չկան։ Աշխատակիցներն աշխատավարձ չեն ստացել։ Հիվանդանոցի աշխատակիցները նեղսրտում են։ Երկու սեփականատերերի վեճի պատճառով ավելի քան 100 բուժաշխատող կարող է կորցնել աշխատանքը։ 200 հոգի մնում են դուրս։ Դա վիճակ է։ Հանրապետության 1000 հոգուն 200 հոգի էլ ավելանա։ Դրա համար մենք որոշել ենք դիմենք ավելի վերևի ինստանցիաները, տեսնենք արդյունքի հասնենք, ինչպես կարելի է այսպես։ Ինչ խնդրով, որ հիվանդանոցը չփակվի եւ մենք աշխատատեղ ունենանք։ Հիվանդանոցը տուժել է, որ ոչ մի հոսանքի հետ կապված ոչ մի գործողություն չի կարելի լինում անել։ Դա սոնոգրաֆիան է, թոքերի առհասարակ ռենտգեն հետազոտությունը, լաբորատոր անալիզները չենք կարողանում անենք։ Հիվանդները գալիս են եւ արդեն իրանք ունեն իրանց բժիշկը, իրանք նաեւ հարմարվում են, ասենք, բաժանմունքի ամբողջ աշխատանքին, սիրում են անձնակազմը, շատ հիվանդներ հիմա շատ ահավոր հոգեբանական վիճակում են, որ ասենք իրանք կարող է մի օր գան եւ իրանք բժշկին չտեսնեն, իրանք բուժքրոջը չտեսնեն, որ սովորել են մարդիկ արդեն։ Մութ, այ տեսնում եք, հիմա կարիդորում ենք, որտեղ դաժե մութ է։ Հիվանդանոցի սեփականատերերից Տարոն Տոնոյանը պնդում է։ Մյուս սեփականատերը Հայկ Բալայանը, ով Զորի Բալայանի որդին է, հոր հետ միասին ցանկանում է խլել իր բիզնեսը։ Պետեկամուտների կոմիտեն Երևան բժշկական կենտրոնում խախտումներ է արձանագրել, հաշիվների վրա կալանք է դրված։ Դրանք ժամանակին չվճարելու համար քրեական գործ է հարուցվել։ Տոնոյանն ասում է, մեղավորը Հայկ Բալայանն է, նա իրեն դիտավորյալ յուրացումների մեջ է մեղադրում, որպեսզի ինքը դառնա տնօրեն։ Սա ծրագրավորված սցենարով, սխեմատիկ բերվել է այս վիճակին է հասցվել, որովհետև ես պարզ ասեմ ձեզ, բազմաթիվ խարդավանքների միջով եմ անցել եւ իրենց կողմից լարված եւ այս վերջի գործը, որ 2 միլիոն դրամից երբ որ անցնում է եւ ընկերությունը չի վճարում, ժամանակացույցի դիմում չի գրում, քրեական գործ է հարուցվում։ Հիմա քրեական գործ կա հարուցված ընկերության վրա, որի պատասխանատուն այդ տարիներին ես եմ եղել։ Սա իմ խոցելի կողմն է եւ իմ գործընկերը փորձում է ամեն գնով այդ խոցելի պահը օգտագործել։ Սա է ամբողջ խնդիրը։ Որպեսզի ինչ ազատվի ձեզանից։ Այո, հիմնական նպատակն է դա։ Որը։ Երևան բժշկական կենտրոնը առանց ինձ։ Ինչու։ Ինչու, որ իրենցը լինի։ Պարզ Հայկ Բալայանը առանց իր հայրիկի կարծում եմ որևէ քայլ չի անում։ Մյուս սեփականատերը Հայկ Բալայանը ընդգծեց, այլևս ոչ մեկին չի վստահում, հատկապես հարազատներին գործի տեղավորող ու հիվանդանոցի բյուջեն յուրացնող Տոնոյանին, հավելեց հիվանդանոցի այսօրվա վիճակի պատասխանատուն հենց Տոնոյանն է։ Բացահայտ խաբեությունը եւ հիմնարկին եւ ինձ առաջացրել են մեր տարաձայնությունները, որից հետո ես առաջարկել եմ չդիմել իրավապահ մարմիններին, ես չեմ ուզեցել դիմեմ, այլ ասել եմ փակենք էջը, սկսենք նոր էջից, փորձելով վստահել, որ այս ամեն ինչը էլ չշարունակվի, ես լինեմ տնօրեն, ես շարունակեմ տնօրենի գործառույթները, որին նա կտրուկ հրաժարվել է, կտրուկ դեմ է եղել, ես նորից պնդել եմ 7 տարի դու ես եղել, լինեմ ես շարունակենք, ասել է ոչ, եւ այդ դրանից հետո սկսել է մեր խնդիրները։ Իր անբարեխիղճ աշխատանքի հետևանքով հիվանդանոցը ընկավ այս օրը, լույսը անջատվեց, իր անբարեխիղճ աշխատանքի հետևանքով մնաց ամբողջ կոլեկտիվը անգործ։ Ինչ վերաբերվում է Զորի Բալայանի անունը շահարկելու, ես արդեն անդրադարձել եմ, դա խղճուկ մարդու ուղղակի արտահայտման ձև է ինքնահաստատվելու նպատակով։ Մինչ հարևան աշխատասենյակներում աշխատող երկու վիրաբույժ սեփականատերերը վիճում են, հիվանդանոցի բժիշկները բողոքում են, թե չեն կարողանում անգամ աշխատանքից դուրս գալ, քանի որ տնօրեն չկա, որ իրենց դիմումը մակագրի։ Հիվանդանոցի 30 տարվա աշխատակից Լևոն Շահինյանը, ով ղեկավարում է սոմատիկ բաժանմունքը, ասում է, արդար չէ, որ հիվանդանոցը կիսած երկու վիրաբույժների կոնֆլիկտի պատճառով ողջ կոլեկտիվը տուժի։ Իհարկե ես հասկանում եմ, որ մենք սեփականատեր չենք եւ չենք կարող խառնվել իրենց վեճին, բայց այստեղ մի կարևոր խնդիր կա։ Մենք երրորդ կողմ ենք հանդիսանում, ոնց էլ չլինի, հա, երկու սեփականատեր եւ աշխատակիցներ։ Այդ հարցը հետեւյալն է՝ լինի տնօրեն։
Առողջապահության նախարարությունից փոխանցեցին, մասնավոր հիվանդանոցում ծագած խնդիրներին միջամտել չեն կարող, պարզել են, տեղի ունեցածի պատճառով որևէ հիվանդ չի տուժել, հետևաբար նախարարությունը ազդեցության որևէ լծակ չունի։